Շնորհակալություն, նախ եւ առաջ ազգային ժողովի մեծարգո նախագահ, թույլ տվեք ձեզ շնորհավորել ընտրվելու կապակցությամբ եւ շնորհավորում եմ նաեւ բոլոր գործընկերներիս ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Իսկ հիմա թույլ տվեք ներկայացնել իմ մոտեցումները այս խորհրդարանում մեր առաքելության հետ կապված։ Հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությանը եւ կուսակցության ղեկավարին այս բարձր պաշտոնում ինձ առաջադրելու համար։ Որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չէ, որ որևէ խորհրդարանականի համար այս պաշտոնում առաջադրվելը իրականում բարձր պատիվ է, բայց նաեւ պատասխանատվություն։ Եվ ես այս պաշտոնում առաջադրված լինելուց հետո իրականում խորհրդածում եմ այն տեսլականի շուրջ, որ ես ունեմ այս խորհրդարանում մեր բոլորի առաքելության հետ կապված։ Դա եւ ընդհանուր օրակարգ է եւ մեզանից յուրաքանչյուրի օրակարգը։ Առաջին հերթին ուզում եմ ասել, որ այս գումարման խորհրդարանը իրականում ունի պատմական առաքելություն։ Ուզում եմ երկրորդեմ իմ փորձառու գործընկերոջը, պարոն Ռուստամյանին։ Դուք ասացիք, որ իրականում սա հիմնադիր գումարման խորհրդարան է։ Այո, իր առաքելությամբ, իր տեսակով սա հիմնադիր գումարման խորհրդարան է։ Եվ դրա պատճառները մի քանիսն են։ Այս խորհրդարանին է իրավունք վերապահված այլևս ամենակարևոր հարցերի շուրջ կայացնել պատասխանատու որոշումներ։ Հանրապետության նախագահի ընտրություն, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի անդամների ընտրության հարցում կարևոր դերակատարություն, երկրի բարձրագույն դատականատյանի ղեկավարի ընտրության հարց, եւ ցանկը կարող եմ անվերջ շարունակել։ Այս խորհրդարանին է առաջին անգամ վերապահվել խորհրդարանական վերահսկողության այնպիսի լայն հնարավորություններ, որ երբևէ որևէ խորհրդարան չի ունեցել։ Հենց այստեղ ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, հարգելի գործընկերներ, երբ մենք խոսում էինք նախորդ գումարման բոլոր խորհրդարանների եւ թեկուզ նույն 5-րդ գումարման խորհրդարանի մի շարք թերությունների, բացերի մասին, խորհրդարանական ընդդիմության կողմից մեզ հնչեցված մեղադրանքների մասին, իրականում այդ ամենը գոյության իրավունք ուներ եւ կունենար, եթե մենք խոսեինք նույն լիազորություններով խորհրդարանի մասին։ Այս խորհրդարանի ամենակարևոր պատասխանատվությունը, ամենակարևոր դերակատարությունը իմ կարծիքով ինստիտուցիոնալ պատասխանատվություն է։ Ինչ եմ ես դրա տակ հասկանում, ինչ եմ ուզում ասել։ Հարգելի գործընկերներ, մենք երկար կարող ենք բանավիճել, կարող ենք շատ տեսակետներ հայտնել հարցերի կապակցությամբ, բայց խորհրդարանական այս պետության կառավարման պատասխանատուները այսօր մենք ենք։ Մեզանից յուրաքանչյուրը իր առջև, ժողովրդի առջև ու ընդհանուր գումարման խորհրդարանի առջև պատասխանատվություն է կրում։ Ինչպիսին ենք մենք տեսնելու խորհրդարանական կառավարման ձևը, ճշմարտացի է եղել այդ ընտրությունը, թե ոչ, արդյունավետ է աշխատելու, թե ոչ։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու նրա համար, խորհրդարանական վերահսկողությունը իրականում դարձավ բովանդակություն, թե այդպես էլ շարունակեց մնալ թղթի վրա գոյություն ունենալ որպես ձև։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի ստանձնի իր բաժին պատասխանատվությունը։ Եվ սա ամենակարևորն է։ Իդեպ պատասխանատվության մասին։ Դասական կանոնները վկայում են մի բան. փոքրամասնության եւ մեծամասնության տարանջատումը կամ նրանց ինստիտուցիոնալ դերաբաշխումը հետեւյալն է։ Փոքրամասնությունը պիտի ընդունի մեծամասնության որոշում կայացնելու իրավունքը։ Իսկ իր հերթին մեծամասնությունը պիտի ընդունի փոքրամասնության իրավունքը, որ նրանք կարող են չհամաձայնվել եւ կարող են առաջարկել այլընտրանքային լուծումներ։ Սա իդեպ այս դահլիճում այսօր հնչած հարցերի կապակցությամբ, որ խորհրդարանական մեծամասնությունը իր իրավունքը, իր որոշում կայացնելու իրավունքը պիտի զիջի խորհրդարանական փոքրամասնությանը, թե ոչ։ Իրավունքը որոշում կայացնելու զիջելը դա պարլամենտական բոլոր կանոններին դեմ է։ Մասնակից դարձնել այդ քննարկմանը, առաջարկել ու տալ այնպիսի լուծումներ, որոնք կարող են արդյունավետության վրա ազդել, որոշումների կայացման վրա ազդել, բնականաբար այո։ Այդպիսի իրավունքներ ու մեխանիզմներ վերապահված են իդեպ ուրեմն թե սահմանադրությամբ եւ թե ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։ Մի ինձ համար կարևոր շեշտադրում եմ ուզում անել։ Ինձ համար իրականում շատ մեծ պատիվ է վերադառնալ խորհրդարան։ Ես մի առիթով ասել եմ, ես դառնում եմ ի շրջանս յուր, դառնում եմ դեպի տուն։ Բայց
ցանկացած շեշտադրում, որը այստեղ անում էի կոնցեպտուալ տեսանկյունից, կարմիր թելի պես մի կարևոր հանգամանք պիտի նկատի ունենանք ու ասենք ու բարձրաձայնենք մարդկային փոխհարաբերությունները։ Մենք կհաջողենք դահլիճի բոլոր կողմերին եմ դիմում։ Մենք կհաջողենք, եթե իրականում մարդկային ճիշտ փոխհարաբերություններում կարողանանք հաջողություններ գրանցել։ Երբ մեզանից որևէ մեկը բարդույթ չունենա, մեկը մյուսի հետ շփվելու, մեկը մյուսի կարծիքը լսելու, տեսակետը հարգելու, համագործակցելու եւ արդյունքում բոլորի շահերից բխող որոշում կայացնելու։ Հավատամք ունեմ, որ խորհրդարանը իրականում իրար հակասող շահերով մարդկանց հավաքատեղի չէ, որտեղ անպայման միմյանց պիտի հակադրվեն։ Եվ ամփոփելով խոսքս, ուզում եմ մեջբերել Թոմաս Ջեֆերսոնին, որը շատ հետաքրքիր կարծիք էր հայտնում, որ եթե կա կարծիքներում տարբերություն, դա դեռևս չի նշանակում, որ կա սկզբունքներում հակասություն ու տարբերություն, ինչքան էլ որ տարբեր նույն սկզբունքն ունեցողներին տարբեր անուններով կոչենք։ Իսկ ես հավատացած եմ, որ բացի յուրաքանչյուր քաղաքական ուժի քաղաքական օրակարգից, նեղ քաղաքական օրակարգից, որ բոլորս այստեղ եկել ենք, մենք ունենք նաև ընդհանուր օրակարգ։ Եվ որքան էլ պաթետիկ հնչի, թեև պաթոսը մի կողմ եմ դնում, որքան էլ պաթետիկ հնչի, իրականում այդ ընդհանուր քաղաքական օրակարգը առաջին ազգային ժողովի հիրավի պատմական առաքելության իրականացման հիմքերը պատշաճ ձևով դնելն է եւ երկրորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը պաշտպանելը։ Հավատացած եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը իր առջև հենց այդպիսի առաքելություն է դրել ու տեսել։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել եւ ուզում եմ ասել, որ ինչպես նախորդ իմ գործունեության ժամանակահատվածում, թե գործադիրում եւ թե օրենսդիրում, երբ ինձ բախտ է վիճակվել ու պատիվ իրականում խորհրդարանի դահլիճում ներկայացնել նախագծեր, որոնք խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի համաձայնությանն են արժանացել։ Ես փորձելու եմ շարունակել այդ գործելավոճը։ Ես փորձելու եմ իրականում բանակցությունների այս հարթակը դարձնել համագործակցության եւ քննարկումների, իրոք կառուցողական քննարկումների հարթակ։ Ինչքան կկարողանամ այն պաշտոնում, որում առաջադրվել եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան։ Մենք հիմա ունենք հնարավորություն հարցերով դիմել տեխնացուին։ Խնդրեմ գրանցվել հարցեր տալու համար։ Գրանցվել է մեկ պատգամավոր, խնդրեմ Արտակ Զեյնալյան։ Տիկին Հովհաննիսյան, եղել են դեպքեր, երբ ազգային ժողովում քաղաքական փոքրամասնությունը համաձայնվել է մեծամասնության կողմից ներկայացված նախագծի հետ եւ քվեարկել է մեծամասնության հետ միասին։ Ես չեմ հիշում դեպք, երբ հակառակ է եղած լինի, երբ քաղաքական փոքրամասնության ներկայացված օրենսդրական նախաձեռնության հետ համաձայնի քաղաքական մեծամասնությունը եւ այն ընտրված լինի։ Ամենայն դեպս գուցե եղել է հաստատ եղել է պարոն Զեյնալյան։ Եվ Ժառանգություն խմբակցության կողմից, եւ Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից, եւ տարբեր այլ։ Հրաշալի է, որ մատնանշում եք այդպիսի նախագծեր, որ ազգային ժողովի փոքրամասնության կողմից ներկայացված նախագիծը առանց նախապես համաձայնեցվելու, առանց նախապես քաղաքական պայմանավորությունների ձեռք բերելու ազգային ժողովի մեծամասնությունը դրա հետ համաձայնվել է։ Պատրաստ եք արդյոք ավելացնելու քաղաքական փոքրամասնության քվոտան։ Հարգելի պարոն Զեյնալյան, նախ, ինչպես արդեն արձագանքեցի ուղղակի վաղաժամ մտածելով, որ ավարտել եք ձեր խոսքը, այո, խորհրդարանում եղել են նման դեպքեր։ Ինչ վերաբերում է նախապես խորհրդակցելուն կամ քննարկելուն, նախ սկսենք նրանից, որ խորհրդարանում կան ընթացակարգեր, եւ այդ ընթացակարգերը պիտի պահպանվեն։ Եվ այդ ընթացակարգերի պահպանման արդյունքում է սովորաբար ծնվում այն ճիշտ որոշումը կամ քաղաքական այն որոշումը, որը արդյունքում մենք անվանում ենք մեծամասնության կամ փոքրամասնության կոնսենսուս։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը ինձ, ես
պատրաստ եմ Սահմանադրության, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի շրջանակներում ինձ վերապահված լիազորությունների շրջանակում անել ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական փոքրամասնությունը իրականում կարողանա արդյունավետ կերպով իրականացնել իր լիազորությունները, իսկ խորհրդարանական մեծամասնությունն էլ կայացնի քաղաքական որոշումներ պատասխանատվության առավել մեծ չափաբաժնով։ Մեծամասնություն լինելը նշանակում է ավելի մեծ պատասխանատվություն, իհարկե չբացառելով եւ չեմ էլ կարող բացառել խորհրդարանական փոքրամասնության պատասխանատվությունը։ Կանեմ առավելագույնը, որպեսզի խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենալ։